1983 թվականի հուլիսի 27-ին եւ այս տեղի ունեցավ Լիզբոնի մարտիկ 5 մարտիկների ակտը, ինքը իրականում զինյալ պայքարի հանգրվաններից մեկն էր հայ-աղափական բանակի որևէ ակտերից ընդամենը մեկն էր, որը բավականին մեծ ազդեցություն թողեց հետագայում հայտարարի ճանաչման, ցեղասպանության ճանաչման եւ միջազգայինորեն այս հարցը քննարկելու առիթով։ Այսօր մենք փորձում ենք ցավալիորեն մի փաստ Հայաստանում ունենք, էտենա որ Երևանում եւ հայ հասարակությունը ընդհանրապես տեղյակ չի այսպիսի հերոսների, այսպիսի հայորդիների Գովսեֆրանքի եւ գործունեության կյանքի մասին։ Եվ մենք փորձում ենք այսպիսի միջոցառումներով ընդհանրապես իրազեկել եւ նաեւ իրենց հուշը եւ հիշատակը բարձր վայել, չմոռանալով իրենց եւ նաեւ հասկացնելով ծերունների մեջ այս վառ հիշողությունը պահելով, որ իրենք նույնպես իմանան թե ինչպիսի մարտիկներ են ունեցել, ինչպիսի անձիկ են ունեցել, որոնք իրենց կյանքի գնով անգամ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի եւ հանուն անգամ ցեղասպանության արդարադատ լուծման իրենց կյանքն են զոհաբերել։ Եվ այսօր 29-ամյակն է նրանում 1983 թվականից եւ մյուսները արդեն 30-ամյակն է, մենք կարծում ենք, որ գոնե 30-ամյակին մեր թիվը բավականին կշատանա այսօրը հիշողների եւ իրենց անունը տվողների։ Փոխվել են ժամանակները եւ կարող ենք ասել, որ փոխվում են նաեւ զենքի միջոցները, փոխվում են նաեւ պայքարի մեթոդները։ Փոխվում են այսօր մենք կարող ենք պայքարել միջազգային դատարաններում, դատական հարցերով, կարող ենք պայքարել ցույցերով եւ նման այլ տեսակներով, իսկ այն ժամանակ 1980-ական թվականներին սա էր օրվա հրամայականը։ Եվ սա նաև հանդիսացավ այն ալիքը, այն փոցը, այն կայծը, որ հետագայում տվեց մեզ այն իրավունքը, որ մենք այսօր պայքարենք արդարադատության համար այլ մակարդակում։ Այսինքն ես կարծում եմ, որ եթե սա չլիներ, դժվար թե մենք ունենայինք այսօր 27 պետությունների հայ-ցեղասպանության ճանաչման փաստը։ Եվ այսպիսի միջազգային բարձր ձայնը, որ այսօր լսվում է հայ ժողովրդի եւ ցեղասպանության մասին։ Ամենակարևոր խնդիրը, որ մենք մեր առջև պիտի ունենանք որպես պետություն, դա պետականորեն պայքարելն է։ Այսինքն ոչ թե կուսակցության կամ որևէ այլ կազմակերպության եւ անձանց մի վրա հույս դնելն է, իսկ դա միշտ էլ կա ու կլինի, այլ պետականորեն դրոշ բարձրացնելը եւ պետականորեն հարցի լուծում պահանջել։ Իմ կարծիքով զուտ, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ ցեղասպանության հարցի լուծումը մենք տանենք դեպի իրավական դաշտ եւ հարցի լուծումը տանենք իրավական ոլորտով դեպի մեր փոխհատուցում, դատապարտում եւ ճանաչում։ Դա միայն կարող լինի դատական ատյաններում եւ դա միայն լինի ներկայիս Թուրքիայի պետության, որը իրավահաջորդն Օսմանյան Թուրքիայի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության, որը դեռ այն ժամանակվա պետականաս զուրկ ժողովրդի իրավահաջորդն է համարվում։ Ինձ թվում է սա պետք է լինի հարցի լուծում։ Բայց դրա հետ միաժամանակ երբեք չպիտի վայր դրվի գրիչը, որ պայքարի մի մեթոդ է, վայր դրվի մյուս մեթոդը, որ մենք աշխարհի տարբեր կենտրոններում, տարբեր երկրներում, համայնքներում մենք հիշում ենք այսօր ու պահանջատեր են։ Կարևորը որ հիշողությունն է, որ հիշողությունը չմարի։ Այսօր նախատեսում է ցուցահանդես, եթե նկատեք բավականին ինֆորմացիոն նյութեր են տպագրվել դեռ 1980-ականներին այս դեպքի հետ կապված, այդ բոլոր միջազգային New York Times եւ թերթերի նյութերը մենք տպագրել ենք այստեղ, որ մեր հասարակությունը պես տեղեկանա, այնուհետև ունենալու ենք փոքրիկ համերգ երաժշտություն, այսօրվա ոգուն նվիրված երգերի հնչեղություն կլինի, այնուհետև այսօրվա նվիրված վավերագրական, փաստավարական ֆիլմի դիտում ենք ունենալու, երեկոյան ավելի ուշոտ եւ մոհավառություն մեր ընկերների հիշատակի արժե։ Չարի պարմոն Թեր ոսկերի դագն եմ նետում Յանք է բայկար